Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Աբրահամյան, դուք էլ եք նկատել, ես էլ էի նկատել, որ վերջին շրջանում հիբրիդային հարձակումները, այսպես ասենք, Հայաստանի ուղղությամբ նվազել են, բայց այստեղ բայց կա։ Այդ բայցերի մասին հազվադեպ է խոսվում են ժամանակ, երբ ինչ-որ մեկին ձեռք է տալիս կամ ձեռք չի տալիս, այդ մասին խոսել է, լռում են այդ մասին, բայց այդ հանգամանքը շարունակում է մնալ, ընդ որում ես կառանձնացնեի երկու ուղղություն, որը տեղից գալիս են այդ հարձակումները։ Հիմա խոսենք հիմնականի մասին։ Նախ, ինչու են նվազել այդ հարձակումները։ Նախ պիտի տարանջատենք, թե ինչն է նվազել, այսինքն որպեսզի ավելի հասկանալի լինի մեր լսողների համար, հիբրիդային հարձակման ընդհանուր գործիքակազմի մեջ ապատեղեկատվական հոսքերն են որոշակիորեն նվազել, բայց հիբրիդային հարձակման այն կարևորագույն գործիքը, որի մասին նաև ասում էինք, որ վաղ թե ուշ դա կիրառվելու է եւ այլ տնտեսական ճնշումները հիմա տեսնում ենք, որ շատ ավելի ահագնացել են, այսինքն ընդհանուր առմամբ զուտ ապատեղեկատվական հոսքերն են նվազել, չնայած էլի չեն մեծ հաշվով դրանք շարունակվում են, բայց ինտենսիվությունն է որոշակի այդպես պակասել, բայց նաև հասկանալի է սեզոնային ինչ որ բան ունի եւ այլ, այսինքն այստեղ իհարկե ինչու ենք ասում նաև հիբրիդային հարձակում, խառնածին, հուսամ նկատի չունեք սեզոնային սելացումներ, հա։ Չէ, սեզոնային նկատի ունեմ, ամառ է, հասկանալի է, որ նաև իրենք էլ շատ լավ հասկանում են, որ հասարակությունը ինֆորմացիա կլանելու որոշակի այդպես բան ունի, հա, այսինքն մինչ ընտրությունները բնականաբար այդ ինֆորմացիան ավելի շատ էր կլանվում, որովհետև նաև մարդիկ փորձում էին հասկանալ ինչ է տեղի ունենում եւ ինչպիսի ընտրություն պիտի իրականացնեին, ընտրություններից հետո բնականաբար այդ մի տեսակ հանգստի ռեժիմ է նաև հասարակության համար, բնականաբար նաև այդ մատուցվող նյութն է ավելի պակասել, բայց չի ավարտված չի եւ ապատեղեկատվական մի քանի հոսքեր կան, որոնք շատ ավելի նաև վտանգավոր թիրախների են կպնում, որոնց մասին կխոսենք, բայց այդ հիբրիդային եւ խառնածին պատերազմի կամ խառնածին հարձակումների այն ամենակարևոր գործիքը, որը սպասվում էր, որ ինչ որ պահի կիրառվելու է, դա բնականաբար այդ հիմնական մահակն է տնտեսական ռուսական իհարկե այդպես մահակների մեջ հիմնական մահակը ժամանակին կոնֆլիկտն էր եւ այդ մահակը լավագույնն էր, որովհետեւ հենց միանգամից չէին էլ հասցնում հարվածել, բարձրացնում էին, մենք որպես պետություն բոլոր զիջումների գնում էին, ինչպես արեցին 2013 թվականին, ուղակի հրաժարվելով արդեն 4 տարի գրեթե արդեն նախաստորագրված ասոցիացիան համաձայնագրից, որը մենք արդեն իսկ են բոլոր հնարավոր նաև տնտեսական հաջողությունները եւ հնարավորությունները արդեն կարող էինք վաղուց ունեցած լինել եւ որևէ կերպ նաև այդ միակողմանի կախվածությունը չունենայինք Ռուսաստանից իմիջիալոց ասեմ, որ մինչեւ 2013 թվականը մեր տնտեսության հիմնական արտահանման շուկան եղել է հենց Եվրոպական միությունը եւ Եվրոպական միության հիմնական երկրները, մոտարապես 26%-ով միշտ գերազանցել է Եվրոպական միություն արտահանումը, քան Ռուսաստան։ Այդ ամենը ինքան բարեհաջող այսինքն այդ ամենը մոռացվեց, որովհետև այդ շուկան այնպիսի խեղաթյուրման ենթարկվեց նաև մաքսատուրքերի ահռելի չափաբաժին մեծացնելով եւ այլ, որ հիմա այնպես տենց ահով մարդիկ ասում են, բայց ոնց ենք մենք նորից, չգիտեմ, եվրոպական շուկա գնալու, մենք եվրոպական շուկայում էինք 2013 թվականը մինչև, այսինքն այդ շուկան վերգտնելը նորից այդտեղ մտնելը իհարկե ժամանակատար է, իհարկե ռեսուրսատար է լինելու, բայց անհնար չի բնականաբար։ Այսինքն այս առումով այս մահակը հիմա տնտեսական մնացել է միակը Ռուսաստանի ձեռքում եւ դա է նաեւ նյարդայնության եւ այդ զայրույթի ծավալի մեծացումը, որովհետեւ այն հիմնական մահակը, որը կոնֆլիկտն էր, այլևս Ռուսաստանը չունի։ Իհարկե նաեւ ձգտում է վերադարձնել այդ մահակը, այսինքն վերադարձնել եւ վերագործարկել կոնֆլիկտը որպես այդպիսին եւ ելի Ադրբեջանին դարձնել, այսպես ասած, բուտ գործիք մեր դեմ կիրառվող, բայց կարծում եմ դա չի հաջողվելու։
Քանի որ խոսք գնաց Ադրբեջանի մասին, տեսեք, Ադրբեջանում այս վերջին օրերին ինչ որ միջոցառում է իրականացնում, այսպես կոչված մեդիա ֆորումը, ցավոք սրտի Շուշիում է անցկացվում, դա բնականաբար նույնպես քարոզչական որոշակի նշանակություն ունեցող միջոցառում է այդ իմաստով, բայց այնտեղից գալիս են ազդակներ, օրինակ այսօր ես ռադիոկայաններից մեկով իմ սիրելի ընդ որում լսում էի նախկին վարչապետ Արմեն Դարփինյանին, որը դիմեց ռուս պաշտոնյաներին, ասում էր լսեք ինչի մասին է խոսում այո, միանշանակ պետք է այսինքն երբ դուք կենտրոնանում եք հայաստանյան այս կամ այն չինովնիկի մեղմասացությունների վրա, լսեք ինչ է ասում այդ մարդը մաքուր հակառուսաստանյան, հակապուտինյան թեզերի կրող է այս պահին Իլհամ Ալիևը, բայց Ռուսաստան չգիտես ինչու որոշել է, որ պիտի շարունակի հիշեցնել, թե ինչ է ասել Արծրուն Հովհաննիսյանը հանրային հեռուստաընկերության եթերում մայիսի 9-ին։ Եվ դա էլի մեկնաբանման հարց է, որովհետև ուղիղ առանձնապես բան չի։ Կամ ասենք Ալեն Սիմոնյանը ինչպես է ձևակերպել այս կամ այն ռուս պաշտոնյայի նկատմամբ իր վերաբերմունքը կամ այն։ Իսկ այ որ Ուկրաինային ասում են չհանձնվեք, ձեր տարածքային ամբողջականություն վերադարձրեք եւ այլն, դե այնքան ես էլ բառ չեմ գտնում, այնքան գորովանքով են խոսում Ադրբեջանի մասին։ Որում այն դեպքում երբ Հայաստանը ըստ էության ոչ մի անգամ մինչև այս պահ հակառուսաստանյան որևէ գործողություն չի արել եւ ես իրականում ավելի շատ կդիմեմ ոչ թե ռուս պաշտոնյաներին, այլ մեր տեղական դերակատարներին, որոնք ուղղակիորեն հաճախ բառացիորեն կրկնում են այն, ինչ Սախարովանը հաճախ ասում, Պիսկովն է ասում, իսկ Պիսկովը հիմա ուղղակի հայտարարեց 2 օր առաջ կամ 1 օր առաջ, որ Ուկրաինայի դիրքորոշումները Ալիևի եւ կամ Ադրբեջանի Ուկրաինայի դիրքորոշումները խոչընդոտ չեն Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, այդ ինչու մեր դեպքում դա խոչընդոտ է եւ դավաճանական այդպես խնդիր է կամ Հայաստանը դիրքավորում է որպես դավաճան դաշնակից, իսկ Ալիևի գործողությունները ոչ։ Եվ այստեղ է նաև այն հիմնական փաստարկը, որի մասին արդեն առնվազն 5 տարի խոսում ենք, որ կապ չունի Հայաստանը ինչ դիրքորոշում ունենա, կապ չունի Հայաստանում որևէ կերպ Հայաստանը ինչ-որ նկրտումներ ունենա Եվրոպական միության եւ այլը եւ ի վերջո նաեւ հիշենք, որ մինչեւ 2022 թվականը որևէ նման նկրտում Հայաստանը ուղղակի չի ունեցել, միևնույն է Ռուսաստանի շահը Հայաստանին պաշտպանել, Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցել կամ գոնե իրականացնել իր դաշնակցային պարտավորությունները ուղղակի չի բխում, բայց Ադրբեջանի հետ իր շահը այս պահին կամ առնվազն ոչ միայն համընկնում է, այլ նաև կախված է այս պահին Ադրբեջանից, որովհետև այն հիմնական խողովակն է, որտեղից գազը գոնե արտահանվում է, այսինքն հատկապես տնտեսական այն կոլապսի պայմաններում այդ մասին գիտեն բոլորը, բայց համարը բոլորը այդ մասին լռում են, արևմտյան երկրները Արևմտյան երկրները այդքան չեն լռում, չնայած այստեղ նաև պիտի ասեմ, որ նաև որովհետև Ալիևը շատ այդ առումով խորամանկ գործողություններ է իրականացնում եւ շատ ճիշտ է իրեն դիրքավորում, որովհետև հատկապես նաև այդ ֆորումի ընթացքում էլի իրեն դիրքավորեց որպես հակապուտինյան, մինչդեռ ուղղակիորեն տեսեք խոսքի վերբալ մակարդակում ինքը ուղղակի իրեն դիրքավորում է հակապուտինյան, բայց այն գործողությունները իրական գետնի վրա իրականացվող գործողությունները, որով նպաստում է Ռուսաստանի տնտեսության ոչ ամբողջական փլուզմանը, որը իրականում նաև կարող է նպաստել պատերազմի ավարտին, մեծ հաշվով ինքը այն հիմնական կարևոր գործիքներից մեկն է, որի առաջ այո Եվրոպան աչք է փակում, որովհետև նաև իրենք են որոշակիորեն կախված եվրոպական գազից եւ նույն այդ ֆորումի ժամանակ շատ վտանգավոր մի նորություն ասվեց, որի մասին ես չգիտեի ճիշտն ասած, որ արդեն նավթ իրենց գազը հասնում է Գերմանիա եւ Ավստրիա, որը արդեն արևմտյան Եվրոպա է, հասնում է նաև Սիրիա եւ այստեղ արդեն նաև բոլորովին այլ հնարավորությունները եւ շուկա է բացվում նաեւ Ալիևյան այդպես կլանի ֆինանսական հնարավորությունների եւ Ադրբեջանի նաեւ հարստացման տեսանկյունից, այսինքն սա իսկապես խնդիր է, բայց այս խնդիրը որևէ կերպ
չեն տեսնում մեր ներսում պրոռուսական ուժերը եւ Ռուսաստանի շահը պաշտպանողները որևէ կերպ չեն, որովհետեւ այն աստիճանի հակառուսական եւ հակապուտինյան հայտարարություններ, ոնց ինչպես հենց այս ֆորումի ժամանակ Ալիևը ներկայացրեց, նաեւ քմծիծաղով ասելով, որ դե մեր գործընկերոջը հանեցին այնտեղ եւ հիմա կարծում եք մենք չենք ունենա հնարավորություն իրեն աշխատել, սարսափելի այդպես տոնայնությամբ նաեւ խոսելով Պուտինի գործողությունների մասին, մի բան, որ մենք երբևէ մեզ թույլ չենք տվել, որևէ նույնիսկ ոչ պաշտոնյա, նույնիսկ հասարակական գործիչները գրեթե այդպես թույլ չեն տվել իրենց այդ տոնայնությամբ խոսել, բայց բնականաբար, Ռուսաստանը եւ Պուտինը ոչ միայն աչք է փակում, այլ նաեւ տեսանք փաստ, որ նաեւ ներողություն խնդրեց օդանավի այդ պատմության իրավիճակում, այսինքն այստեղ էլի փաստը մնում է փաստ եւ որ հերթական անգամ փաստարկում ենք այն հիմնավորումը, որ կապ չունի, թե մենք ինչպես ենք կամ չգիտեմ Հայաստան է գալիս Զելենսկին, թե Հայաստանը գնում է Եվրամիություն, թե չի գնում, իսկ Հայաստանը որևէ այդպես դեռևս գործողություն փաստացի չի իրականացրել Եվրամիություն գնալու տեսանկյունից, Ռուսաստանը միևնույն է պատժիչ գործողություն է իրականացնելու ոչ թե նրա համար, որ Հայաստանում իշխանությունները պրոեվրոպական են, այլ նրա համար, որովհետև իր հիմնական խնդիրը այստեղ Հայաստանի զարգացումն է, խաղաղության հնարավորությունն է, որովհետև իր ձեռքից տարածաշրջանում կիրառվող հիմնական գործիք ուղղակի խլվել է, եւ թրիփի հնարավորությունն է, որտեղից ինքը ուղղակի անմասն է մնացել։ Թրիփի մասին, քանի որ խոսք գնաց, տեսեք, ես այնպես չի, որ ամբողջությամբ լսել եմ Ալիևի հայտարարությունները կամ ասենք ելույթները կամ հարցազրույցները Իմիջայլոց Գորդոնի հետ։ Այո, հենց Գորդոնին նաև հորդորելով, որ երբեք չհամակերպվեք ձեր տարածքային ամբողջականության կորստի հետ։ Բայց այնտեղ մի հետաքրքիր հանգամանք նկատեցի, որ Ալիևը խոսեց մի թեմայից, որին չանդրադարձան մեր այս պայմանական ներքին տրանսֆորմատորները, ռետրանսլյատորները կամ էլ ասաց, որ իրենք տարակուսած են Եվրամիության պահվածքից այն իմաստով, որ Եվրամիությունը Հայաստանը դիտարկում է եւ շարունակելու է այդ դիրքում մնալ որպես տարածաշրջանի հիմնական տրանսպորտային հաբի, հիմա հաբ են ասում դրան, այն որ մենք ասում ենք խաչմերուկ եւ այլն, հանգուցուղու։ Եվ դժգոհում էր ասել, բայց Հայաստանը նման փորձ չունի, այ մենք ունենք, ինչի մենք չենք, իրենք ինչու են իրենք եւ այլն։ Եվ այստեղ Իմիջայլոց Ալիևը ակամայից քարկցեց են մարդկանց այգիներում կամ բանջարանոցներում, որոնք ասում են, դե գիտեք ինչ կա, թրիփը ինքը Ադրբեջանին կապող ընդամենը ուղի է սոսկ։ Հիմա սա հասկանալի է, որ բողոքը նրա համար որ լսեցնում էր, որ մենք պատրաստ ենք, մենք էլ ենք ուզում խաղանք այդ խաղից եւ այլն, բայց արդյոք այնքան լուրջ է այդ ամեն ինչը, որ Ալիևը արդեն դրա մասին սկսել է բացահայտ խոսել։ Կարծում եմ շատ լուրջ է, հատկապես վերջին Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի եւ այդ որոշակի այդպես արդեն բաց պայմանավորվածության, որով աջակցելու են նաեւ ճանապարհային ուղիների Հայաստանում գործարկմանը, վերականգնման, այսինքն ենթակառուցվածքների, որը կապելու է Հայաստանի հյուսիսը մնացյալ հատվածի հետ։ Այսինքն այս առումով այո, իրենց մտահոգությունը շատ է։ Եվ այստեղ նաեւ պիտի շեշտենք, որ Ալիևի խոսույթը, Ալիևի դժգոհությունը մեր ներքին, այսպես ասած, ընդդիմության կամ պրոռուսական ուժերի դժգոհությունը եւ Պուտինի դժգոհությունը ուղղակի նույնն է, նույնական է եւ շատ սինխրոնացված է։ Եվ այստեղ չեմ հասկանում եւ այստեղ պարզ դիտողը, որը քաղաքական տարբեր այդպես մանրամասներից տեղյակ չի եւ այլը, մի բան, որից դժգոհ է եւ Ալիևը եւ մեր ընդդիմությունը եւ Պուտինը, չի կարող ուղղակի հնարավոր լինել, որովհետև այդ դեպքում նշանակում է Հայաստանի շահը այստեղ հակադիր է։ Այսինքն
TRIP-ը իսկապես այն հիմնական դժգոհությունն է, որի մասով ունի Պուտինը եւ որի մասով ունի նաեւ Ալիևը։ Եվ ինչու, որովհետեւ սա իսկապես Հայաստանի զարգացման համար մեծ հնարավորություն է բացում։ Սա Հայաստանին դարձնում է այն հիմնական հանգույցը, այո, զայրանում է, դժգոհում է, որ Հայաստանն է դառնում այդ հիմնական հանգույցը, ինչը նշանակում է Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական կարևոր կենտրոն, Հայաստանը դառնում է պատերազմի համար անհնար մի տեղ, այսինքն որտեղ պատերազմ սանձազերծելը դառնում է քաղաքական առումով չափազանց մեծ գնով մի տարածք, որովհետև այդտեղ արդեն բախվում են շահեր եւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության եւ արդեն միջինասիական նաեւ երկրների, այս դեպքում նաեւ Չինաստանը կարող է լինել եւ այլ եւ այլ։ Իսկն այս առումով բնականաբար Ալիևը դժգոհ է, որովհետև այո ինքը կուզեր որ դա լիներ այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը, չնայած միևնույն է շարունակաբար ինքը դա անվանում է Զանգեզուրի միջանցք, բայց կարծում եմ այստեղ մենք արդեն դրան մոտենում ենք այդպես շատ անտարբերությամբ կամ քմծիծաղով, որովհետև այն փաստաթուղթը, որ արդեն կա TRIP-ի մասով եւ վերջերս նաեւ էլի ի պատասխան ազատության հարցմանը հստակ էլի պետդեպարտամենտից եւս մեկ անգամ, չնայած այդ փաստաթղթում առնվազն մի 10 անգամ գրված է, որ դա բացառապես Հայաստանի ինքնիշխան իրավասության առանձնապես տաղանդավորների համար եւ ուրեմն իրականում ամոթ էր մի տեսակ, որ նորից այնտեղից այդ հարցման պատասխանը հարցումը արվեց եւ էլի պատասխանը եկա, բայց ամեն դեպքում պետդեպից նորից ասացին, որ սա Հայաստանի, բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքի եւ իրավասության ներքո է գործելու եւ այլ եւ այլ։ Սա իհարկե Ալիևը բնականաբար դա չի ասի, բայց սա համարվում է այնուամենայնիվ ինքը բնականաբար դա գիտի, որ սա իր պարտությունն է։ Մի բան, որ բնականաբար որևէ կերպ չեն ընդունում նաեւ մեր ներսում ընդդիմադիրները եւ մի բան, որ շատ լավ հասկանում է Պուտինը եւ հասկանում է նաեւ որ այստեղ է ինքը պարտվել։ Ընդ որում նաեւ էլի պիտի շեշտենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից ի վեր, երբ արդեն այդ փաստաթուղթը բացարձակ իջիկ էր դարձրել Արցախի կորստից հետո, երբ անընդհատ խոսվում էր, որ այդ փաստաթղթի, այսինքն 9-րդ կետը փաստաթղթի բոլոր կետերը ուղղակի չեղարկվել էին Արցախի կորստով, բայց 9-րդ կետը պարտադիր եւ Ալիևը եւ Պուտինը պարտադրում էին, որ դա պիտի իրականություն դառնար, այնտեղ այդ 9-րդ կետի փոփոխության մասով Հայաստանը առաջարկում էր խաղաղության խաչմերուկի հնարավորություն, այսինքն այն պայմանները, որոնք ԱՄՆ-ն վերցրեց եւ այդ պայմաններով հիմա գործարկվում է TRIP-ը, այդ նույն պայմանները առաջարկվում էին ռուսական կողմին։ Ինչու չիրականացվեց, որովհետև այնուամենայնիվ պիտի հասկանանք, որ ռուսական կողմը Հայաստանը չի դիտարկում որպես ինքնիշխան պետություն, համարում է, որ իսկ դու ով ես, որ դու պայման թելադրես, եւ այն ժամանակ գործում էր այդ տրամաբանությունը, որ կուդավի դենիդիս, Լուկաշենկոյի ասած, եւ ըստ էության հիմա հասկանում են, որ մեծագույն սխալ են գործել։ Քանի որ չեն համաձայնել այդ ընդամենը մեկ պայմանի, որ թողեք մեր ինքնիշխան տարածքում մնա, գուցե անգամ էլի FSB-ն կլիներ, բայց գոնե այդ հիմնական պահանջը, որ այն ժամանակ իրենք ասում էին մենք ինքնիշխանության ֆորմալ կողմը կպահպանվեր։ Ոնց որ ասենք բայց գիտեք ռուսական կողմը ինչ էր պահանջում, որ այնտեղ պիտի ցանկապատ կառուցի, այսինքն ամբողջությամբ բոլորովին մեր տարածք ուղղակի վերցնում էին ըստ էության միջանցք էին դարձնում, այսինքն այն հիմնական արտատարածքային տրամաբանության ներքո։ Իմիջիայլոց մենք այդպիսի մի քանի բնակավայր ունենք, որոնք այդ արտատարածքայինի են վերածվել, Բագարան, Մեղրի այդ ափամերձ հատվածը Արաքսի եւ այլն, ինձ թվում է։ Այո, բայց այդ ուղղությամբ շատ արագ պետք է հարցերը լուծել, որտեղ այդ ժողովուրդը մեղք են։ Դա փոխվում է։ Հիմա վերադառնալով հիբրիդային հարձակումներին, տեսեք, երբեմն արձագանքներ կան շատ տարբեր կողմերից, որոնց հետ շատ դժվար է չհամաձայնել, որ
պետությունը այնուամենայնիվ պատրաստ չէ այդ հարձակումներին դիմագրավելուն, հաշվի առնելով են պայմանական ասած քիչ առաջ ես այդ տերմինը որ օգտագործեցի, ռետրանսլյատորների մեր ներքին ռետրանսլյատորների քանակին, որակին եւ այլն, շատ դժվարանում է պետությունը ինքնուրույն ինչ որ բաներ անել կամ միգուցե ուղղակի չգիտի ինչ պիտի անի նման դեպքերում։ Հիմա ձեր կարծիքով այս մի քիչ հնացած տպավորություն է սովորել ենք, թե ուղղակի այսպես ժամանակավոր հրադադար տրանսլյատորների մասով, այսինքն հիբրիդային սպառնալիքները հատկապես ապատեղեկատվական գործիքը դրա մաս կազմող ամենալավ աշխատում են, երբ ներսում այո գործում են դրա հիմնական այդպես խոսափողներ, իսկ Հայաստանում դրա պակասը չկա, որովհետև կան ահռելի դրված ռեսուրսներ եւ մեդիաների վրա, եւ տարբեր դերակատարների, այսինքն հասարակական, քաղաքական ակտորների վրա դրված գումարներ ահռելի, այսինքն այդ առումով պետությունը շատ դժվար գործողություններ պիտի իրականացնի դրանք կասեցնելու, լրացնելու, որովհետև այդտեղ գործողությունն էլ շատ բարդ է, որովհետև ստացվում է ինչ որտեղ դու ժողովրդավարությունը պիտի պաշտպանես հակաժողովրդավարական գործիքներով։ Մի բան, որ Եվրոպան անում է, բայց այստեղ մենք էլի համեմատվել եվրոպական երկրների հետ շատ բարդ է, որովհետև եթե իրենք կարող են, այո, համակարգեր կան, ինստիտուտներ կան, այսինքն դու մի քանի շերտով, եթե այդ համակարգերում որոշակի այդպես տեղային եւ ընտրովի գործողություններ ես անում պաշտպանելու ավելի ընդհանուր գերակաշահը հանրային, մեր դեպքում կարող է դա դառնալ ուղղակի, այսինքն խաթարել ամբողջությամբ այդ համակարգերը, որտեղ դա կարող է դառնալ նախադեպային եւ արդեն դա դառնա մահակ նաև մնացած լրատվամիջոցների եւ այլնի նկատմամբ։ Սա իրականում շատ դժվար եւ վտանգավոր եւ դա նաև ինչու են ասում, որ հատկապես հիբրիդային պատերազմները շատ գործունակ են չկայացած ժողովրդավարություններում, քան կայացած ժողովրդավարություններում, որովհետեւ այդ չկայացման փուլում է, որ շատ ավելի հեշտ է գործարկել կամ մեծ հաշվով որտեղ այդ հիբրիդային պատերազմների կամ հարձակումների նպատակներից նաև մեկն է, որ մենք որպես ժողովրդավարություն չկայանանք։ Այսինքն այդ մի նպատակներից, որտեղ այդ նպատակները շատն են։ Այսինքն եթե ասենք օրինակ պայմանական եմ ասում, եթե օրինակ պայմանական եվրոպական N երկիրը, իմ անուն չասեմ, ժողովրդավարության սանդղակով ինք ասենք 90 միավոր ունի 100 հնարավորից, ասում եմ, ես կարող եմ 5 միավոր կորցնեմ այս արանքում, բայց ես այս սպառնալիքը չեզոքացնեմ։ Դեզօրինակ Եվ դու ունես 55 միավոր կամ 54 միավոր 100 հնարավորից, բայց ասում ես ես 5-ը բանը, դու արդեն կեսից ներքև ես իջնում, այսինքն դու վերածվում ես ըստ էության ավտորիտար երկրի։ Վտանգի առաջ ես կանգնում, այստեղ տեսեք նույնը Ռումինիան, որևէ կերպ չվարանեցին ուղղակիորեն ընտրված նախագահին Ջորջեսկոին ուղղակի չեղարկել ընտրությունները եւ ասել, որ դու ընտրվել ես ապատեղեկատվական եւ հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու միջոցով, որի համար դրված են եղել ռուսական ահռելի գումարներ։ Դատական process-ները դեռ գնում են, դեռ ապացուցման process-ները գնում են, բայց որևէ կերպ իրենք չվարանեցին, որովհետեւ հասկանում էին, որ եւ այստեղ նաեւ իրավական նաեւ հնարավորություններ, որոշակի մեխանիզմներ ունեին, որոնք դրված էին նաեւ Եվրոպական միության այդ ամբողջ համակարգում։ Մի բան, որ մենք մեզ թույլ տալ չենք կարող եւ ավելին, օրինակ նույն այդ 3 ընտրատեղամասերի Ծառուկյանի ձայների վերահաշվարկի չիրականացնելը արդեն որոշակիորեն այսպես խաչ, այսպես բիծ որոշակի դրեց, բիծ ունեցավ մեր ընտրական ժողովրդավարության վրա։ Եվ սա եւս էլի նպատակներից մեկն էր։ Դեռևս նախորդ սեպտեմբերից, անգամ նախորդ, այսինքն 1 տարի առաջ, ես արդեն սկսեցի խոսել այն մասին, որ հիմնական նաեւ խոսույթներից մեկը ռուսական ապատեղեկատվական հիմնական այդպես խոսույթներից մեկը լինելու է, որ ընտրությունները լեգիտիմ չեն։ Մենք տեսնում ենք հիմա դա։ Հնարավորինս ցույց տալ, որ Հայաստանը էլեկտորալ ժողովրդավարություն ուղղակի չունի կամ այս մի ընտրություններով արդեն ցույց տվեց, որ այլևս առանձնապես չեք տարբերվում, եկեք մնացեք մեր հետ։ Այո։
Եվ նպատակներից մեկն էլ դա է, բայց մի ապատեղեկատվական մեկ այլ նոր միտում կա, որի մասին կուզեի նաև խոսեինք, որ ինչու ասացի, որ թիրախները շատ ավելի վտանգավոր են դառնում, այսինքն ինտենսիվությունը նվազել է, քանակը ապատեղեկատվական այդպես հոսքերի զգալիորեն նվազել է, չնայած կարծում եմ դեռևս սեպտեմբերին մոտ աճելու է դա, բայց վերջին մի քանի ապատեղեկատվական հոսքերի ամեն այդպես ակնառու թիրախը հայաստանյան տնտեսական հնարավորություններն են եւ հիմնական թիրախը արհեստական բանականության այդ մեծ դատաբազայի այդպես ինչպես ժողովրդի մեջ տարածված է ասել, չիպերի գործարանի այդպես չի իհարկե, բայց դա չափազանց կարևոր գործարան է, որը կառուցվում է հիմա Հրազդանում, NVIDIA-ի ահռելի մոտ 5 միլիարդ ներդրումն է եւ ինչ ապատեղեկատվական հոսք էին տարածել, ընդ որում բավական վտանգավոր եւ շատ այդպես կարևոր այդպես իբրև լրատվամիջոցներով, այսինքն նմանակելով TechCrunch, որը բավական այդ առումով եւ այդ թեմատիկայի տեսանկյունից շատ կարևոր լրատվամիջոց է, այսինքն կեղծ նմանատիպ լրատվամիջոց ստեղծելով այդ ապատեղեկատվությունը տարածել էին իբրև հենց այնտեղ Կոտայքում Հայաստանում երկրաշարժ է սպառնում եւ դա սպառնում է, որ այդ AI գործարանը չի կառուցվի կամ կառուցումը կերկարաձգվի եւ այլն, ինչու են սա անում, որովհետեւ շատ լավ հասկանում են հատկապես ռուսական ամբողջ այդ ապատեղեկատվական այդ ամբողջ մեխանիզմը ստեղծող քաղաքական շրջանակները շատ լավ հասկանում են, որ սա Հայաստանի զարգացման եւ Ռուսաստանի կախյալությունից այդպես անշրջելիորեն ազատվելու, ազատագրվելու թերևս միակ հնարավորությունն է, որովհետև AI-ը եւ ընդհանրապես այդ ամբողջ ինֆրաստրուկտուրան դրա շուրջ, որովհետև դրան սպասարկող մի ահռելի գործարանային նաեւ ինֆրաստրուկտուրաներ են կառուցվում, դրանք ըստ էության այս 21-րդ դարի նավթն է։ Այսինքն սա նույնն է, եթե օրինակ նախորդ դարում Հայաստանում նավթի հանք գտնեին եւ տեսնեինք, թե ինչպես էր զարգանալու։ Առաջիկա զարգացումը հենց այդպիսի գործարանները եւ այդ ներդրումներն են անելու։ Եվ ինքը TechCrunch-ում այդ իբրև լրատվամիջոցում իբրև լուր է տարածում, ընդ որում բավական պրոֆեսիոնալ, այսինքն գտնելով իբրև թե այդպես մասնագետներին հղում անելով, կեղծ վիդեո եւ deep fake վիդեո տարածելով, որ այդ մասնագետը ասում է, որ այո, որ այո այնտեղ երկրաշարժի հավանականությունը մեծ է եւ այլն, որը ներդրող իրականացնող կառույցների համար կարող է շատ վատ արձագանք ունենալ։ Այսինքն այս տեսանկյունից ներդրում իրականացնող կառույցները այն մտայնությունը չունեն, թե տակ ծմերը նշանակում է երկրաշարժ կամ որ ամեն դեկտեմբերի 7-ին այդ խոսակցությանը մենք վերադառնում ենք, չէ՞ որ դեկտեմբերի 7-ը իրականում բնական երկրաշարժ չէր, որ դա այդտեղ երկրաբանական զենք են ոչենա փորձարկում, ոչենա կիրառում եւ այլն, այսինքն եթե իրենք այդ մակարդակի վրա չեն, ու այդ լավի մասով չեն։ Գիտեք, այո, բայց ցանկացած ներդրում այն էլ ահռելի, 5 միլիարդանոց ներդրող կազմակերպությունները բնականաբար ահռելի հետազոտություններ են անում մինչև այդ ներդրումներն իրականացնելը։ Եվ այստեղ նաև քաղաքական ներդրում իրականացնելու տեսանկյունից քաղաքական նաև ուղերձներն են կարևոր եւ այդ ուղերձը նաև Trip-ն է, Trump-ի հայտարարություններն են, Von der Leyen-ի հայտարարությունն է մայիսին, որը հենց ուղիղ ասվեց, որ Հայաստանը այնտեղն է, որտեղ պիտի ներդրումներ արվեն, այսինքն սրանք այս քաղաքական ուղերձները շատ կարևոր են ներդրողների համար, բայց ապատեղեկատվությունը կൂട്ടակային հետևանք է ունենում, այսինքն քանակը ինչ որ պահի կարող է ազդեցություն ունենալ եւ այս առումով մեր պատրաստվածությունը, նաեւ պետական մակարդակով պատրաստվածությունը սրան հակազդելու չափազանց կարևոր է։ Դե պետք իմաստով մի լումա էլ իմ կողմից ներդրեմ, հաշվի առնելով, որ առաջիկայում Հայաստանում տեղի ունենալու COP17-ը, ես ենթադրում եմ, որ առաջիկա օրերին անգամ բավական լայնածավալ հարձակում կսկսվի Հայաստանի վրա բնապահպանական թեմաներով։ Ես համարյա վստահ եմ, որ խոսքը գնա
թե Մեծամորի ատոմակայանի մասին, թե Ալավերդու հանքարդյունաբերության մասին, որը ինչ որ վերակենդանանալու նշանակում Ամուսարը վստահաբար, Ամուսարի մասին ջրամբարները, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի մասին, այս բոլորը մեզ այսպես հենց այդ COP17-ի բերան բերելու են, լցնելու են այս տրամաբանությամբ, որ դուք եք ասում, որ ինչքան շատ ասեն, հնարավոր է, որ գոնե մի քիչին սկսեն հավատալ։ Ցավոք։ Այնպես որ հա պիտի պատրաստվենք։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։